Խնդրեմ նախ ներկայացեք։ Արտուր Ֆարմանյան, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար։ Այսօր այցելել ենք Եռաբլուր մեր հարգանքի տուրքը տալու մեր հերոստղաներին, հայրուստղաներին, քաղաքական ոչ մի կոնտեքստ չկա, մեր պարտքն ենք համարում, որ մեր տղաները, ովքեր այսօր կյանքը չխնայելով հանուն մեր պետականությանը, հանուն մեր երկրի, հանուն մեր Արցախի, այսօր գտնվում են այստեղ ցավոք սրտի հողի տակ, մենք եկել ենք ուղղակի խոնարհվենք իրենց առաջ եւ յուրաքանչյուր մարդ, ով իրեն հոգով զգում է հայ, մինչեւ չվերադարձնեն այն տարածքները, մինչեւ այս տղեկի վրեժը չլուծվի, մենք հանգիստ պետքա չունենանք։ Ասում են մենք չենք կարող, այդ պոտենցիալը չունենք, մեր բանակը այլևս այն չէ, մենք զինված չենք, ամեն ինչ անում են, որպեսզի թե ժողովուրդը եւ թե այսպես, մեր պաշտպանող զինված ուժերը ընկճվեն։ Անի ջան, ասենք ես չեմ ուզում քաղաքականացնեմ այս տվյալ հարցազրույցը, բայց այդ մարդիկ, ովքեր դա ասում են, ժամանակին, որ գոռում էին դուխով բառ, իրենք դուխով բառը սխալ են հասկացել, կամ ընդհանրապես պատկերացում չեն ունեցել, բայց որ հայը համարձակ ազգ է, հայը նվիրյալ ազգ է, հայը այռուց ազգ է, եւ եղել է դա դարերով պատմության մեջ ապացուցված է, դա ես փաստ է։ Դե ով որ վախենում է, ով որ չունի այդ հնարավորությունը, ինչ ասեմ, թող այդ նստեն իրանց տներով, բայց ովքեր էլ ունեն այդ հնարավորությունը, այս տղաները, բոլորը իրանք համ այդ հնարավորություն են ունեցել, համ էլ իրանց կյանքն են դրել դրա համար։ Շնորհակալ եմ։